բոլոր հնարավոր տարբերակները, որը նախատեսում է միջազգային իրավունքը, կոնվենցիաները, որտեղ որ պետությունը կարա իր դերակատարումը ունենա, մենք իհարկե այդ process-ներին պիտի մասնակցենք, նախ եւ առաջ նաեւ բանակցությունների տեսքով, ինչպես գործընկերս ասեց, բանակցությունները վարել ոչ թե թուղթ ստանալու համար, որպեսզի դու վերարտադրվես այդ աթոռին շարունակես նստել, այլ բանակցություններ վարել քո շահերի, իրավունքների, եթե կուզեք երազանքների, իղձերի նպատակների, ժողովրդի նպատակներին հասնելու համար։ Մնացած բազմաթիվ գործիքներ կան, ես անկեղծորեն այս տիպի հարցերին նախընտրում եմ չպատասխանել ուղիղ ու շատ բաց, ինչու, որովհետև մենք ունենք բազմաթիվ գործիքակազմեր, սփյուռք ունենք, էլի շատ կառույցներ, հետաքրքիր հնարավորություններ ունենք, որոնք մենք բոլորը պիտի օգտագործենք, այն ինչ որ չի հակասում կամ բխում է միջազգային նորմերից։ Բոլոր հնարավոր տարբերակները, որովհետև որևէ ժողովուրդ, որևէ մարդկանց խումբ ինքը չի կարող զրկված լինել իր միջազգայինորեն ճանաչված իրավունքների իրականացումից։ Դա նորմալ չի կարող։ Եվ վերաբերմունքը նաև Հայաստանի նկատմամբ էականորեն կփոփոխվի, երբ որ մենք կարողանանք շատ հստակ դնել մեր խնդիրները, մեր նպատակները եւ մեր բոլոր հնարավոր գործիքակազմերով մեր նպատակներին հասնելու ճանապարհին օգտագործենք այս ամեն ինչը։